Ես կարծում եմ, որ ի վերջո նա հեռանալու է։ Ես չգիտեմ, թե որ ճանապարհով նա կհեռանա։ Արդյոք նա ինքնակամ կհեռանա, արդյոք նա կհեռացվի, արդյոք հոգևորականների կողմից ի վերջո կլինի ընդվզում, որովհետև այն հոգևորականները, ովքեր պաշտպանում են Կտրիչ Ներսիսյանին, իրենք նույնպես այդ խնդիրը ունեն։ Իրենք նույնպես ունեն կանանց, զավակներին, այ սեր Աստծո, ձեզ երջանկություն եմ մաղթում, գնացեք ձեր ընտանիքներին հասեք։ Եվ թող կան այն մարդիկ, ովքեր որ իրապես ուզում են պահել այդ ուխտը եւ ունակ են ֆիզիկապես պահել այդ ուխտը նաեւ, հոգեպես, բարոյապես։ Ինչ է կարճել ձեր աթոռներից։ Եվ ես դիմում եմ նաեւ այն մնացած քահանաներին, եպիսկոպոսներին եւ այլ եկեղեցու հավատավորներին, ովքեր տեսնում են եւ դեմ են այս ամենին, որպեսզի իրենք բարձրաձայնեն, միանան այդ Տեր Արամին, Տեր Թադեին։ Գուցե վախենում են։ Իհարկե վախենում են։ Տեր Արամն էլ էր վախենում։ Ստիպված մասնակցում էր հակապետական ցույցերին, Կտրիչ Ներսիսյանից, կարգալույց լինելուց, անաշխատանք մնալուց, նաեւ հետապնդումից, հա, եկեղեցականների կողմից։